Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Միթե սկսվելու է չարաբաստիկ պատերազմ։ Միթե Ալիևն արդեն որոշել է, թե երբ է հարձակվելու։ Արդյոք մենք պատրաստ ենք դիմակայելու, թե կրկին անակնկալ ենք գալու։ Հայաստանը կանգնած է գոյաբանական վտանգի առջև, բայց արդյոք բոլորը գիտակցում են, թե ինչ է սպասվում։ Ադրբեջանում վաղուց արդեն քարտեզներ են գծել մեզ ոչնչացնելու համար, իսկ մենք ինչ ենք անում։ Սպասում ենք, որ աշխարհը մեզ պաշտպանի, թե վերջապես պետք է ինքներս մեր ճակատագիրը վերցնենք մեր ձեռքը։ Այսօր այս բոլոր հարցերին կպատասխանենք, բացահայտելով Ադրբեջանի իրական ծրագրերը, Ալիևի հաջորդ քայլերը եւ մեր անելիքները։ Իմ հյուրը ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն է։ Ադրբեջանական նացիզմը, այդ բոզ գուրթերը, այստեղ շեշտադրությունը բարիս իմաստով բոզի վրա է։ Հնարավոր է, որ այս խաղաղության պայմանագրով կայացվի հրեշավոր պատմական որոշում Հայաստանի հանդեպ։ Այսինքն գորշ գայլ, իրենց բոզ են անվանում, գայլի որդիներ ու զավակներ, այսինքն բոզի գորշի որդիներ ու զավակները։ Պատրաստվում է պատերազմի Ալիևը։ Ամբողջ թափով եւ նաեւ տենդագինորեն։ Տեսնում ենք ինչպեսի զենքեր են ձեռք բերում, լինի դա Իսրայելից։ Նրանք էլ պատկերացնում են հայկական պետականության իսպար վերացումը եւ Բաքուն պետք է կոչվել հայկական Բագարան նահանգում։ Պետք է որի բնակչության ճնշող մեծամասնությունը ոչ թուրքալեզու էր միջև վերջերս։ Եթե ստորագրի ոչ մի բան էլ ձեզ չի խոստանում, ոչ մի խաղաղություն, առահա խաղաղություն։ Իլհամ Ալիևը էշյա կանջները կտեսնի։ 1 միլիոն հայերին Բաքվում իրենց տանկերի վրա կտեսնի, ոչ թե թուրք շներ նացիստների հայկական տարածքում։ Ադրբեջանական վիլայաթին վերացնելու մասին են։ Դրա մասին է վտանգը։ Որտեղից է սկսելու եւ ինչ ռազմավարական պլան է գծել Ալիևը դավադիր։ Պատերազմի միանշանակ եւ ասում եք ինչին է նախապատրաստում Ադրբեջանը։ Ինչ պատմական ադրբեջանական հողերի մասին է խոսքը։ Ինչպես պետք է զսպենք բռնակալ Ալիևին։ Ես կարծում եմ մեր միասնականությամբ եւ ուժի ցուցադրմամբ ճանապարհով ուրիշ լեզու նրանք չեն հասկանում, ոչ էլ։ Բարև ձեզ, պարոն Այվազյան, շնորհակալ եմ, որ այսօր իմ հյուրն եք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Այվազյան, միանգամից ուզում եմ խոսել առանցքային կարևոր հարցից՝ խաղաղության պայմանագիր։ Երկու կողմերը, պաշտոնական Երևանը եւ պաշտոնական Բաքուն, հայտարարեցին, որ պայմանագիրը ամբողջությամբ պատրաստ է։ Եկեք քննարկենք, սա ինչ պայմանագիր է, ինչքանով է պատրաստ։ Փաստը այն է նաեւ, որ մենք այսօր չգիտենք, թե պայմանագրի մեջ ինչ կետեր են, ինչեր է կատարվելու եւ խոսենք այս պայմանագիրը ըստ ձեզ ինչ է փոխելու մեր կյանքում եւ ըստ ձեզ մենք պայմանագրից հետո ինչ իրավիճակում ենք հայտնվելու։ Մի փոքրիկ շտկում մենք շատերս խոսում ենք տարբեր հարցերի վերաբերյալ, բայց չենք նկատել ինչպես պայմանագիրը վերածվեց համաձայնագրի։ Ըստ էության հիմա խոսք չի գնում որևէ պայմանագրի մասին, այլ համաձայնագրի մասին է խոսք գնում եւ դա շեշտակի տարբեր բաների մասին է խոսքը։ Երկրորդը, եթե մենք նայենք այսպես կոչված պայմանագրի մասին, որը պայմանագիր չի եւ իջեցված է դրա մակարդակ, այսինքն համաձայնագիր է, պետք է հիշենք, որ այսպես թե այդպես այնտեղ շրջանառվում էր վաղուց Ադրբեջանի կողմից ուղղակի նախապայմանների, անընդունելի նախապայմանների շարանը։ Այսինքն այդուամենայնիվ ադրբեջանական կողմը այսպես կոչված համաձայնագիրը պատկերացնում էր անձնատրման մասին որպես ինչ-որ արձանագրում, այսինքն անվերապահ կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը, ինչի մասին բազմիցս ֆաշիստական Ադրբեջանի նացիստ ղեկավար Իլհամ Ալիևը բարձրաձայնել է։ Ինքը համեմատություններ է տարել ֆաշիստական Գերմանիայի ու Հայաստանի միջև, ասելով թե ով է ինչ-որ բանի մասին պայմանավորվել ֆաշիստական Գերմանիան, նրան ուղղակի բաժան են արել հաղթող երկրները եւ ասում էր, որ իբրև թե ինքը Հայաստանը եւ հայ ժողովուրդը պետք է ոչնչացնի ծնկի բերել։ Ըստ էության նրան ասածը, եթե
բոզգուրտի լեզվից նորմալ լեզվով թարգմանես, դա այդպես է։ Եվ մենք չպետք է զարմանանք, մենք փաստի արձանագրում ենք կատարում, երբ որ մենք շեշտադրում ենք, որ Ադրբեջանի ժողովրդի, հա, ադրբեջանցի թուրքերի ցակումնաբանության մեջ մեծ դեր են խաղացել ակկոյունլու, կարակոյունլու, սև ու սպիտակ ոչխարները, իրենց դրոշի վրա պատկերող ցեղերը, ապա դա վիրավորանք չի, այլ պատմական փաստի արձանագրումը։ Երբ որ ադրբեջանցի թուրք նացիստները իրենց համարում են բոզգուրտ, այսինքն գորշ գայլ, իրենք իրենց բոզ են անվանում, գայլի որդիներ ու զավակներ, այսինքն բոզի գորշի որդիներ ու զավակները։ Մենք էլ պետք է կոչենք իրենց անուններով, որ ուրեմն ադրբեջանական նացիզմը, այդ բոզ գուրթերը, այստեղ շեշտադրությունը բարիզբուն իմաստով բոզի վրա է, որ ինչպես նացիստական սիմվոլիկայի մեջ գորշ է նշանակում, նրանք էլ պատկերացնում են հայկական պետականության իսպար վերացումը։ Իհարկե, մենք նաև պետք է արձանագրենք հետևյալ մի մոտեցումը, չնայած որ իբրև թե ազդարարել են, որ պետք է ինչ-որ բան ստորագրվի, բայց այդ ստորագրումը այդպես էլ տեղի չի ունենում։ Մենք պետք է հիշենք կարևոր բանը, որ Ադրբեջանը անընդհատ նորանոր, անընդունելի ու հայկական պետականության գոյության ու մեր ժողովրդի տարածաշրջանում գոյության հետ անհամատեղելի պայմանները։ Այսինքն Ադրբեջանը փորձում է մեզ վերադարձնել առաջին հայկական հանրապետության 18-ից 20 թվականների հոգեվարքի ժամանակաշրջանը, երբ որ կնքվեց այսպես կոչված Ալեքսանդրապոլի պայմանագիրը, միջ այդ էլ 18 թվականին կնքվեց Բաթումի պայմանագիրը, փաստացիորեն մենք պետք է արձանագրենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ պատկերացնում է ընդամենը ըստ այդ պայմանագրի, իզուր չէ, որ նրանք ասում են, որ ինչպես ասում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանական սահման, նրանք չեն ճանաչում անգամ այդ ապօրինի սահմանը, որը ապօրինի է գծվել հայկական պատմական հողերի զավթման երկու տարբեր պետությունների միջև գծման այս սահմանները, չճանաչված պետությունների, Քեմալիական Թուրքիայի ու բոլշևիկյան Ռուսաստանի միջև Մոսկվայի ու Ղարսի պայմանագրերի մասին է խոսքը, անգամ այդ սահմանները չեն ճանաչում եւ ընդամենը պատկերացնում են լավագույն դեպքում Հայաստանը որպես ներթուրքական աշխարհի խամաճկային պետություն 10,000 քառակուսի կիլոմետր սահմանով, ընդամենը դա են պատկերացնում եւ նաեւ հորդորում են, որ մենք այսինքն հրաժարվենք եւ մեր կողմը նաեւ չի արարքում առանձնապես ցուցաբերելով անհավանական կառուցողականություն, ես կասեի այդպես, այս հարցում, որ հետ կանչել ընդդեմ Ադրբեջանի կողմից, ընդդեմ Ադրբեջանի միջազգային տարբեր ատյաններում մեր հայցերը, որոնք մեծ հնարավորություն ունեն մենք մեծ հնարավորություն ունենք հաղթել այդ հարցով, որովհետև Ադրբեջանը ամբողջ համաշխարհային հանրության աչքերի ներքո մարդկության դեմ հանցագործություն է իրագործել։ Իդեմս Ադրբեջանում նաև հայերի հանդեպ ժամանակին կատարված ցեղասպանության եւ նաեւ Արցախի հանդեպ ագրեսիայի եւ հայաթափման դրվագների մասով է խոսքը եւ ոչ միայն։ Ներողություն խնդրում պարոն Այվազյան, մենք դեռևս կխոսենք միջազգային ատյաններից այդ հայտերի հետ կանչելու մասին, բայց մինչ այդ խոսենք այդ ձեր ասած խաղաղության պայմանագրից, խաղաղության համաձայնագրից, որը Ադրբեջանը վերածել է համաձայնագրի, հարցս հետեւյալն է. հնարավոր է, որ այս խաղաղության պայմանագրով կայացվի հրեշավոր պատմական որոշում Հայաստանի հանդեպ։ Դե ես ասում եմ ձեզ, ընդհանուր առմամբ, եթե մենք նայենք, դա հիշեցնում է Ալեքսանդրապոլի ու Բաթումի պայմանագրերը, ըստ որի փաստացիորեն հայկական պետականության դադարի նախերգանքն է։ Պայմանագրեր, ձեր նշված պայմանագրերը, որոնք ամոթալի պայմանագրեր էին։ Դա ամոթալի պայմանագրերը ձևակերպումը այդքան էլ տեղին չէ, տեղին է հայկական պետականության իսպար վերացման մասին պայմանագրերը, ինքնուրույն պետականության, ոչ թե ինքնուրույնության աստիճանի բարձրացման մասին, այլ պետականության վերացման իսպար հիմքերից վերացման, որ դառնում է խամաճակային ինչ-որ միավորում, ինչ-որ սահմանափակ, ինչ-որ ոստիկանությամբ, թուրք-ադրբեջանական թելադրանքի եւ այլն։ Ըստ որում մենք չպետք է մոռանանք, որ նույն այդ Բաթումի պայմանագրով, որը
Նաև Թուրքիան ու Ադրբեջանը փորձում է այս նոր համաձայնագիրը Բաթում 2 սարքել, ըստ էության Հայաստանի տարածքը 10,000 քառակուսի կիլոմետր էր։ Եվ նաև Ադրբեջանը ըստ իրենց սահմանադրությամբ նաև ամրագրված է, չէ, առաջին երկրորդ հոդվածում, որ իրենք համարում են, որ խորհրդային ժամանակահատվածում ինչ տեղի է ունեցել, դա զավթում է, իսկ իրենց հռչակում են առաջին ադրբեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, թվում նաև տարածքային։ Այսինքն առնվազն 13,840 կիլոմետրի վրա են 113,800 քառակուսի կիլոմետրի վրա հայկական հանրապետության տարածքի նկատմամբ հսկայական ներկայիս Հայաստանի հանրապետության տարածքի վրա հսկայական տարածքային պահանջ ունի Ադրբեջանը, չի հրաժարվում դրանից եւ ինչպես ասում էի պլան B ծրագիր ունի։ Մենք պետք է մեկընդմիշտ մոռանանք այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի մասին, ոչ մի Զանգեզուրի Միջանցքի մասին ի սկզբանե խոսք չի գնացել, դա թուրանական Միջանցքի մասին է խոսք գնացել, որոնք արդեն բավականաչափ երկար ժամանակահատվածում թուրք-ադրբեջանական քաղաքական էլիտաների սեղանի վրա դրված հարց է, ինչը նախատեսում է ճանապարհ առնվազն ասում ենք, եթե ասում ենք Միջանցք, բայց դա միայն Մեղրի Միջանցքի մասին չի խոսք այսպես կոչված։ Իրենք տարբերակ երկրորդել ունեն եւ զուգահեռ տարբերակները մշակում են, այսինքն Բերձոր, Լաչին, դրանից հետո Գորիս եւ Հայաստանի Հանրապետության արդեն Սյունիքի մարզի հյուսիսային մասով, Անգեղակոտ, Շաղբաց ուղությամբ ճանապարհի մասին է խոսքը, որը ուղղակի անգամ Սյունիքի մարզը երկու մասին է բաժանում, բայց նաեւ իզուր չէ, որ նրանք փորձում են եւ գումարներ ջանք ու երան չեն խնայում այսպես կոչված Հայաստանի ադրբեջանական համայնքի այս ճակերտավոր արևմտյան Ադրբեջանի նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը մասով հարցը վերակենդանացնելու այն է իրենց համար պատեհ պահին սпасելով արդեն իսկ նաև երևացող մի քանի օրինակներ կան աշխարհում, որոնք պատկերացնում են, որ կարող են զավթել որոշակի տարածքներ, այնտեղ հանրակրվերներ ճակերտավոր անցկացնեն ու այդ տարածքները միավորեն Ադրբեջանի տարածքի հետ։ Ալիևը չէ որ վերջին այդ համաձայնագրի մասով ինչ է ասել է անգամ եթե մենք ստորագրենք անգամ, մեզ դա ձեռնպահ չի մենք չենք մնալու ձեռնպահ որևէ գործողություն կատարելուց, այսինքն դա նրանց չի կանգնեցնելու։ Իրենք բացահայտ էլ ասում են, որ դա ոչինչ չէ, ի սկզբանե ոչ մի բան իրենց համար չի նշանակում։ Իրենց համար չի նշանակում, իրենց չի կաշկանդում իրենց հանցավոր մտադրությունները կատարածելու մեջ, բայց մեզ համար դա մեծ նշանակություն ու մեծ վտանգ է։ Ճակատագրական, որովհետև եթե մենք այդպեսի բան իրականության մեջ ստորագրենք, ապա մենք իսկ մեր ձեռքով օրինականացնում ենք Ղարսի, Մոսկվայի ապօրինի պայմանագրերը, վերակենդանացնում ենք Ալեքսանդրապոլի պայմանագիրը, Բաթումի պայմանագիրը, որ ըստ էության հայկական պետության չգոյության մասին են, ոչ թե ինքնուրույնության ու անկախության մասին են, եւ ոչ թե ռուսական այսպես կոչված, նահանգ չվերացնելու, այդ թուրք-ադրբեջանական վիլայաթին վերացնելու մասին են։ Դրա մասին է վտանգը։ Եթե մենք այդպեսի ձևակերպմամբ ինչ որ փաստաթուղթ, որոնց ըստ էությամբ տենց էլ մենք ենթադրում ենք, այո, ադրբեջանական կողմը իրենց պահանջների շարանը արդեն վաղուց հնչեցրել է։ Հայտնի է ինչ են նրանք պահանջում, բայց ստացվում է, որ եթե մենք այդ անհիմնությունը ստորագրենք, մենք կլեգիտիմանցնենք նաև Ադրբեջանի կողմից մեր հանդեպ տարբեր միջազգային ատյաններ դիմելու, իրենց այսպես կոչված տարածքներում տարիներ շարունակ գտնվելու, ուրիշի անդերքը օգտագործելու, տարածքը զավթված պահելու եւ այլն անհիմն պնդումները։ Իզուր չէ, որ հիմա Բաքվում Ադրբեջանը հենց հիմա այդ օրերին հերթական խեղկատակության շոու է կազմակերպում կապված հայ եւ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց նկատմամբ դատավարության այսպես կոչված այդ քաղաքական շոուն կազմակերպված է իրենց կողմից փորձում են դա հրամցնել որպես այսպես կոչված Նյուրնբերգ Ադրբեջանի կողմից եւ որտեղ որ դատում են եւ նաեւ լկտիության չափ ու սահման չունեն ասում են Հայաստանը պետք է ասում են համագործակցի ադրբեջանական արդարադատության հետ ու արտահանձնի բոլոր այսինքն բոլորին ով որ մեր սրբազան հայրենիքի պաշտպանության գործում
ինչ որ ներդրում են ունեցել, ով որ ծառայել է Արցախում, ով որ կյանք է տվել Հայաստանի անվտանգության, Հայաստանի եւ Արցախի գոյության համար, գոյամարտում մեր հայրենական մեծ պատերազմում, որտեղ վճռվում էր մեր ազգի գոյության հարցը, Ադրբեջանը հիմա պահանջատիրական դերքերից փորձում է հանդես գալ, իբրև թե Հայաստանը պարտավոր է արտահանձնել այդ բոլոր մարդկանց ադրբեջանական արդարադատությանը, այն պարագայում, որ ադրբեջանական կողմը իրավասու չի հարևան պետության, այս պարագայում Արցախի հանրապետության ներկայացուցիչներին դատելու կամ ինչ որ պատասխանատվության ենթարկելու իրենց անմիջական գործառույթները կատարելու կամ թե չկատարելու համար դա Ադրբեջանի լիազորության մեջ, իրավասության մեջ չի մտնում։ Այն պարագայում, երբ որ դեր Սումգայիթի եւ Բաքվում հայերի ցեղասպանության մեղավորները Ադրբեջանում հերոսացվում են, պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում եւ Մելի Մեջլիսում ազգային ժողովում եւ պետական այլ կառուցվածքներում, այն պարագայում, երբ որ մեր կողմը պետք է հանդես գա պահանջով, որ այդ հանցագործներին ձերբակալեն, արտահանձնել Հայաստան ու դատեն այստեղ օրենքի ողջ խստությամբ, մարդկության դեմ կատարված հանցագործության համար։ Եվ նաև ինչի համար ենք մենք ստորագրել այդ ճակերտավոր կամ ասենք չկված Հռոմի ստատուտը։ Չէ՞ որ ստորագրել ենք, որպեսզի Ադրբեջանի ղեկավարության նացիստ Իլխամ Ալիևին եւ նրան ղեկավարած խմբին ձերբակալելու իրավունք ունենանք, չէ՞ որ դրա համար ենք նաեւ վավերացրել։ Ինչու պետք է չօգտագործենք այդ բանը։ Մենք ոչ միայն չենք օգտագործում մեզ ընձեռնված բացառիկ հնարավորությունը եւ նաեւ սրբազան պարտականությունը արդարության հասնելու գործում մենք պարտավոր ենք դա անել, եթե մենք չանենք ոչ ոք չանի։ Մենք խոսում ենք ինչ որ բան ստորագրելու մասին, հələ մի հատ էլ մենք խոսում ենք ստորագրելու մասին։ Այդ Ալիևն էլ փոչ է խաղացնում։ Այսինքն ուզե կստորագրի, չուզի չի ստորագրի, անգամ եթե ստորագրի ոչ մի բան էլ չէ ձեզ չի խոստանում, ոչ մի խաղաղություն, առահա խաղաղություն։ Խաղաղությունն ինքը ապացուցում է, որ վայրահաչում է նրան քարոզչա մեքենան, ամեն օր արդեն, որ Հայաստանը իբրև թե հրադադարի ռեժիմն է հաղթում։ Իսկ մենք ասում են, որ դու ուխտ ես, արի ապացուցի, որ դու ուխտ չես։ Հիմա մենք պետք է ապացուցենք, որ մենք Ադրբեջանի հանդեպ ագրեսիա չենք գործել։ Մենք կապացուցենք ցանկացած ինչ-որ փալազի տակ ստորագրությունը դնելով, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները ու դրա համար պատասխանատվություն կկրեն։ Դրա համար ցավոք սրտի ոչ թե ստորագրողները պատասխանատվություն են կրելու, այլ մեր պետականությունը, որը միջազգային հանրության աչքերում նաև զուգահեռաբար Ադրբեջանում այդ դատավարության շոուին, որի հիմնական նպատակը ռազմագերիներին ու պահվող անձանցից կորզել այդպիսի ցուցմունքները անդեմ հայկական պետականությանը, որ ապացուցեն, որ գոյություն չի ունեցել որևէ Արցախյան հանրապետություն, որ դա օկուպացիոն ռեժիմն էր ընդամենը, հայկական օկուպացիոն ռեժիմը խամաճիկային, որ դա զավթիչներ են, որ Արցախյան պաշտպանության բանակը գոյություն չի ունեցել, որ ոչ տնտեսություն է գոյություն ունեցել եւ այլն, որ բոլոր բիզնեսները եւ այլն հայկական կողմից էին ուղղորդվում։ Դա պատկերացնում եք ինչպեսի հարված կլինի, երբ որ ընդհանրապես ինչի մասին էին մտածում, երբ որ այդ մարդիկ, ովքեր պետական բարձր աստիճան գաղտնիություն պարունակող տեղեկատվության կրողները թշնամու ձեռքին են հայտնվել։ Հիմա տանջանքների, կտանքների միջոցով ցանկացած իրենց համար, Ադրբեջանի համար հաճո խոստովանություններ կորզելով նրանք նորանոր հենք են նախապատրաստում ագրեսիայի արդեն ընդդեմ հայկական հանրապետությանը ներկայիս սահմաններում, որը արդեն իսկ արել են օկուպացրելով ավելի քան 240 կիլոմետր, այսպես ասենք, դե ֆակտո Հայաստանի Հանրապետության տարածքից։ Ինչու եմ ասում դե ֆակտո, որովհետև առնվազն Հայաստանի Հանրապետության արևելյան մասի տարածքը, եթե համարենք նաև ինչ վերաբերում առաջի հանրապետության, դա 71
800 կիլոմետր է։ Այդպես որ երբ որ մենք ասում ենք բա սենց ու սենց տարածքային ամբողջականության մասին, մենք ինքներս պետք է ինչպես Արցախի հարցում ժամանակին պետք է ճիշտ կողմնորոշվենք եւ փախստականության եւ Ադրբեջանում հայերի ցեղասպանության, Արցախի կարգավիճակի մասով Արցախը տեսլական չենք ունեցել, որ Արցախը փախստականների հարցով ինչ պետք է անենք։ Արցախը արդյոք անկախ պետություն է, թե Հայաստանի մի մասն է, ինչ ուղղությամբ պետք է աշխատենք։ Թե հիմա փորձում ենք ինչ որ կերպով փորձել անցյալի վրա ասել, որ անցյալում կողմնորոշված էր, արդեն կանխորոշված էր, որ Արցախը Ադրբեջանի մասն էր։ Երբեք ու ոչ այդպես չի եղել։ Արցախի հայկական հանրապետությունը երբեք իրավաբան օրեն, քաղաքական օրեն անկախ Ադրբեջանի հանրապետության մաս չէր կազմում։ Անիծյալ Ալմատայի այսպես կոչված հռչակագրի մեջ որևէ սահման գծված չէր։ Ադրբեջանը այդ հռչակագրին ուշ է միացել 93 թվականին, եթե ես չեմ սխալվում։ Այն պարագայում, երբ որ արդեն հռչակված էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, երբ որ Լեռնային Ղարաբաղի հայկական Արցախի տարածքում հանրաքվեները եղել են անկախության վերաբերյալ անգամ, արդեն ուժի մեջ էր, այդպես որ եթե խոսում ենք տարածքային ամբողջականության մասով, մենք պետք է արձանագրենք, որ երբ որ Ալմատայի հռչակագիրը ստորագրվում էր արդեն նախկին ադրբեջանական ԽՍՀ տարածքում համարյա նույն հիմքի վրա երկու պետական միավոր էր ստեղծվել ադրբեջանական հանրապետությունը կիսաճանանչ եւ նաեւ բոլոր խորհրդային օրենքները հարգելով Լեռնային Ղարաբաղի հայկական հանրապետությունը արդեն գոյություն են ունեցել։ Ինչ տարածքային ամբողջականության մասին է խոսքը։ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի։ Ապա եթե ունենար 30 տարիների ընթացքում եւ ավելին Մինսկի խմբի համանախագահող երկրների նրանց ղեկավարները, որոնք այդ երկրի վրա հզորագույն պետությունների ներկայացուցիչները խելքը հացի հետ չեն կերել, որ քննարկում են, ինչի մասին քննարկում էր այդ 30 տարիների ընթացքում։ Միթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին էր, որի հետ կապ դա չունի։ Միթե չունենք մենք նաև բազմաթիվ այդպիսի օրինակներ, ինչպեսի օրինակի համար Բոսնիա-Հերցեգովինայի սերբական հանրապետությունը, ասենք թե Կոսովոյի հանրապետությունը, այն օրինակի համար վառ օրինակը, երբ որ այսպես կոչված ընդունվեց անջատում հանուն փրկության սկզբունքը, այսինքն կողքին գտնվում է Ալբանիայի հանրապետությունը, բայց նաև ըստ էության Կոսովոյի ալբանական պետություն էր ստեղծվել։ Ըստ էության երկրների մեծ մասը ճանաչեց Աբխազիան, Հարավային Օսիան, որը կիսոճանաչված երկրներ են, Ներձրեստրը, որը գոյություն ունի, անպայման Սերբսկա կրայինայի, Խորվաթիայի Սերբսկա կրայինայի հետ պես պետք է լիներ Արցախի պատմության գոյության ընթացքը, որը վերացվեց, ինչքան թուրքական պետություններ կարող են կառուցվել սրբազան հայկական հողերի վրա, թուրքական հանրապետությունը, դա ձեր առաջին, որ ընդգրկեց Հայաստանի, պատմական Հայաստանի մեծ մասը եւ նաեւ Վիլսոնյան Հայաստանը, որ գծվեց այդ տարածքներն են նույնպես զավթվեցին ապօրինի։ Ադրբեջանական հանրապետությունը, որի տարածքի կեսից ավելին պատմական հայկական հողերի վրա է եւ ծայր արևելյան Հայաստան ավելի ճիշտ կլինի կոչել այդ տարածքը եւ Բաքուն պետք է կոչվել հայկական Բագարան նահանգում։ Պետք է որի բնակչության ճնշող մեծամասնությունը ոչ թուրքալեզու էր միջև վերջերս։ Ներկայիս ադրբեջանցի թուրքերի նախնիների մեծամասնությունը միայն 19-րդ դարի երկրորդ կեսին են հայտնվել այդ տարածքում։ Ինչ պատմական ադրբեջանական հողերի մասին է խոսքը։ Հիմա տեսեք, ժամանակին հորինել են Ղարաբաղ այսպես կոչված ֆուտբոլային թիմը, հիմա էլ նրանց լեզուն չի պապանձվում, նաև Երևան ֆուտբոլային թիմը փորձում են զարգացնել Ադրբեջանում։ Դեպի ուր է այդ ամենը տանում ադրբեջանական պահանջները, որովհետև թե պետք է վերադառնալ Իլխամ Ալիևը էշյա կանջները կտեսնի, 1 միլիոն հայերին Բաքվում իրենց տանկերի վրա կտեսնի, ոչ թե թուրք շներ նացիստների հայկական տարածքում։ Միթե դուք կարծում եք, որ համբերության չափ ու սահման գոյություն չունի։ Միթե չեք հասկանում, որ մենք պայքարում ենք արդարության եւ մեր գոյության համար ենք պայքարում։ Ուրիշ ճանապարհ չունենք, կամ մենք կվերապրենք ու կապրենք մեր հայրենիքին մեզ մնացած այդ մասում,
այլ տարբերակը մեզ ուղակի կոչնչացնեն, իսկ պարկը բանաջնջեն եւ մեր մասին հիշողությունը, եւ մեր նախնյաց գերեզմանները, եւ մեր երեխաների ապագան։ Ապագա կա, բայց նաեւ կարծում եմ, որ մեզ համար պետք է լինի այդ լուսապայծառ ապագան, ոչ թե ժանգոտված, արյունոտ, թրքական յաթաղանի ներքո ապագա։ Պարոն Այվազյան, վերջերս Ալիևը Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց, որ Հայաստան մատակարարվող ավերի զենքերը ուղղված են մեր դեմ։ Հայաստանը պատրաստվում է պատերազմի եւ դրան զուգահեռ նաեւ ադրբեջանական մամուլում զանգվածային լրատվամիջոցներում շատ ագրեսիվ ձևով քարոզվում եւ հայտարարվում է, որ Հայաստանը պատրաստվում է, Հայաստանը զենք ու զինամթերք է ձեռք բերում որոշակի երկրներից եւ պատրաստվում է պատերազմի հարձակվի Ադրբեջանի վրա։ Այսինչ ռոպագանդա է եւ այդ ռազմավարությունը Ադրբեջանի այդ ձեռագրի տակ ըստ ձեզ ինչ է թաքնված։ Երանի թե Հայաստանը գոնե պաշտպանողականության բարձրացման ուղղությամբ էական քայլեր կատարեր, հաշվի առնելով եւ գնահատելով ադրբեջանական վտանգի ողջ լրջությունը, գոնե այդքանը, էլ ուր մնաց ինչ որ մեկի վրա հարձակվելու մասին։ Մյուս կողմից մենք չպետք է մոռանանք նաև, որ աշխարհը հարափոփող է, մեզ համար կարևոր է մեր դիրքերը պահպանել այն, ինչ ունենանք, եւ մենք իրական եւ լրջագույն հնարավորություն ունենք դեր հետ վերադարձնելու եւ ոչ թե ռևանշիզմը, նրանք են ռևանշիստները, այդ կեղտոտ նացիստ շակալները, որոնք 30 տարիների ընթացքում սվինները սրած սպասում էին իրենց համար պատեհ արիթին, որ հարձակվեն հայկական պետականության վրա, բայց թող իմանան, որ այդպես նրանց դա այդպես չի անցնելու, նրանք դա չեն մարսելու, մենք երբեք չենք ներելու մեր ազգի դեմ հանցագործությունը, թող հիշեն, լավ հիշեն նացիստ թուրքերը, թուրք նացիստները թող լավ հիշեն նաև, լավ հիշեն Նեմեզիս օպերացիան, մենք եւս մեկ անգամ ասում ենք, հայկական պետությունը, ոչ հայկական պետականությունը, ոչ հայ ժողովուրդը մտադրություն չունի իր հարևանների հետ, որևէ մեկի հետ ռազմական ճանապարհով ինչ որ հարց լուծել եւ նաեւ հայ ժողովրդի ու պետականության համար Ադրբեջանի բազմազգ ժողովուրդը թշնամի չէ, թշնամի է Ադրբեջանում իշխող նացիստական վարչակարգն է, որը բրդում է ուղակի Ադրբեջանին նոր արկածախնդրության, դրա մեջ տեսնելով իրենց ռեժիմի ամրության եւ հարատեվության գրավականը եւ նաեւ նույն այդ ադրբեջանական ռեժիմը, նաեւ ֆաշիստական ռեժիմը, նույն այդ Ադրբեջանի բազմազգ ժողովրդի անողոք առաջին հերթին թշնամին է։ Ամեն դեպքում եկեք հասկանանք, ասում է, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի Ադրբեջանի դեմ, դրան գումարած նաև գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարություններ է տարածում, որ հայկական զինված ուժերը իբր կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գրեթե միշտ հերքում է, որ Հայաստանի կողմից որևէ կրակոց չկա, այնուամենայնիվ նրանք պնդում են, չնայած չունեն ապացույց։ Ուզում եմ, որ հենց դա հասկանանք, պարոն Այվազյան, ասում է, որ Հայաստանը ուզում է պատերազմ սկսել, ամենօրյա ռեժիմով ասում է, որ Հայաստանից կրակ է բացվում ադրբեջանական դիրքերի վրա։ Այս ձեռագրից ինչ հոտ է գալիս։ Պատերազմի միանշանակ եւ ասում եք ինչին է նախապատրաստում Ադրբեջանը, նոր ռազմական արկածախնդրությանը, իրենց համար ցանկացած պատեհ զարգացման պարագայում։ Այդպես որ պատրաստվում է պատերազմի Ալիևը ամբողջ թափով եւ նաեւ տենդագինորեն տեսնում ենք ինչպեսի զենքեր են ձեռք բերում, լինի դա Իսրայելից, ինչ աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքին են սպասում, տենչում ուղղակիորեն, չնայած որ եւ նաեւ շտապում են, տեսնում ենք, որ ամեն ինչը չէ, որ ձևավորվում է ըստ իրենց ցանկացածի Թուրքիայում ապակայունություն, Ադրբեջանում հնարավոր ներքին նաեւ խժդժությունների ծագում, Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր սուրում եւ այլն եւ այլն։ Ադրբեջանում նույնպես ամեն ինչը այդքան էլ հեքիաթային չէ, ինչպես որ նրանք կցանկանային, դա այդպես չէ, ուղղակի նաև մեզնից է մնում, արդյոք մենք կկարողանանք
պաշտպանվել այս իրավիճակում դա կախված է նաև ինչքանով այդ պատասխանատու գործընթացը կլինի վարժ ձեռքերում մեր կողմից լինի դա դիվանագիտություն լինի դա քարոզչություն լինի դա գիտություն լինի դա ռազմական գործ եւ այլն այսինքն բոլոր ներկապանակը Պարոն Այվազյան, ասում եք, որ Ադրբեջանը պատրաստվում է եւ հարձակվելու է Հայաստանի վրա եւ պատերազմ է սկսվելու։ Չել թաքցնում։ Այո, նա չի թաքցնում։ Եկեք հասկանանք, նպատակը որն է Ալիևի կոնկրետ, որտեղ է հարձակվելու, որտեղից է սկսելու եւ ինչ ռազմավարական պլան է գծել Ալիևը դավադիր։ Դե Ալիևը կարելի է արձանագրել, որ չի թաքցնում իրեն ծրագրերը։ Իրեն ծրագրերը հայկական պետականության վերացումն է ամբողջությամբ։ Իզուր չէ, որ նրանք այդ հեքիաթները Երևանի որպես ադրբեջանական քաղաքի փչոցներ են հորինում ամեն օր, ինչքան գումարներ է տալիս Ադրբեջանի ազգային ակադեմիայի եւ այլն, որ հորինված ինչ որ գրքեր տպեն գիտաժողովների վրա հսկայական գումարներ են ծախսում Հեյդար Ալիևի անվան ֆոնդը վերանորոգումներ է կատարում Վատիկանում դրան դիմաց տարբեր ադրբեջանական միջոցառումների օրհնություն են ստանում ադրբեջանական բարբաջանքները աղվանից եկեղեցու նրան ունեցվածքի, այսինքն հայ ժողովրդի պատմության, մշակութային ժառանգության նկատմամբ հավակնությունների, հայկական եկեղեցու իրավունքների եւ այլնի վրա այսպես հավակնություններ թափելու վրա իրենք ինչքան գումար են ծախսում տարբեր միջազգային ատյաններում դա ներկայացնել կաշառելով այլ եւ այլ քաղաքական ուժերի եւ հոցանքների ներկայացուցիչներին տարբեր գիտական կենտրոնների ներկայացուցիչներին եւ դա անում են որպես հող նախապատրաստելով իրական հողի վրա ագրեսիայի համար ինչի մասին չեն թաքցնում Հայաստանը նրանք պատկերացնում են մահվան համակենտրոնացման ճամբար թուրքական աշխարհի ներսում եւ նրան ճակատագիրը այն են պատկերացնում արավելագույնը ինչ որ արել են Լեռնային Ղարաբաղի Արցախ հայկական հանրապետության հետ փակելով Բերձորի միջանցքը հենց այդպես դրա համար պնդում են որ հիմա վերականգնվի այսպես կոչված սահմանազատումը ուղղությունը հյուսիս արևելյան մասից, որտեղով որ անցնում է մեր երկրի ինտերնետը, վաղը չէ մի ուսորը չգիտես ոնց ենք իրար հետ շփվելու աշխարհի տարբեր ծերերում, գազը եւ այլ հողովակներ այնտեղով անցնում են, մեր ճանապարհը, որ մեզ հյուսիսի հետ է կապում եւ նաեւ Սևծովի հետ է կապում, աշխարհի հետ կարելի է ասել կապում, հարավի ուղղությամբ պատրաստում է հարձակվել աննախադեպ Բրունսկ ստեղծելով ռազմական Նախիջևանի ուղղությամբ եւ չդադարելով խոսել, որ Նախիջևանից դեպի Հայաստան Երևան քաղաքը 40 կիլոմետր մոտավորապես ինչքան ժամանակ կպահանջվի, որ ագրեսիայի դիմեն եւ այլն։ Իրենք չեն թաքցնում, որ իրենց հիմնական նպատակը որպես այդպիսի հայկական պետականության վերացումն է եւ հայերի նոր ցեղասպանությունը պատերազմը ըստ էության երբեք էլ չի դադարեցվել այդպես որ խոսել դրա մասին որ 44 օրյա պատերազմ, 4 օրյա պատերազմ, առաջին հայ-ադրբեջանական պատերազմը 1918-20 թվականին կամ էլ հայ-թաթարական կոտորած եւ այլն, կամ էլ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն, դա մի եւ նույն ծրագրի տարբեր մասեր են ժամանակագրական օրեն տարանջատված, բայց մի եւ նույն ծրագրով, մի եւ նույն էթնոսի կողմից, այսինքն ադրբեջանցի թուրքերի եւ անատոլիական թուրքերի կողմից հրահրվող այդ ծրագրեր են, որոնց նպատակը հայ ժողովրդի վերացումն է, ինչպես նրանց որոշ չափով հաջողվեց դա անել արևմտյան մասում, նույնը փորձում են վերջնականապես անել արևելյան մասում։ Արցախը մեզ համար բեր չէր, ոչ էլ պարան էր, որի վրա մեզ կամ կախել են, կամ էլ պահում էին, այլ մեր վահանն էր եւ սուրը ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի եւ նրան ռազմաքաղաքական վայրահաջոցներից ոչ միայն մեզ պաշտպանում էր, այլ նաեւ ռազմական ենթակառուցվածքների, ռազմական ցածկադաշտները, պլացդարմերը հայկական պետականության, հանրապետության խորքերի մոտ տեղաշարժելու ուղղությամբ պատվար էր մեզ համար դա ոչ թե բեր իսկ հիմա մենք զգում ենք ինչքանով նվազեցվեց
մեր անվտանգությունը Արցախի Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված լինելու պարագայում եւ այդ ուղղակիորեն որևէ լուրջ քննադատության չդիմացող այսպես կոչված Ադրբեջանից ինչ որ պատնեշով տարանջատվելու մոտեցումը այն պարագայում որ 21-րդ դարում հաշվի առնելով հերահար հրթիռների գործոնը այս անօթաչու սարքերի գործոնը եւ այլն ինչ պատերի մասին է խոսքը անգամ չինական պատը Չինաստանին չի փրկել հյուսիսային բարբարոս նվաճողներից իմիջիայլոց այդ բարբարոս նվաճողներին որոնք Չինաստանի հյուսիսում են ժամանակին գործում նրանց եւ նաեւ ներկայիս ադրբեջանցի նախահայրենիքն էր այնտեղ Մանջուրիայում այնտեղից քոչելով եկել են դեպի Ալտայից Միջին Ասիա այնտեղից երկու թևերով Պարսկաստանի միջոցով եւ Կասպից հյուսիսի միջոցով նաեւ հասել են առաջավոր Ասիան, փոքր Ասիա, որտեղ որ Թուրքիան գտնվում է հարավային Կովկաս ճանապարհին բանաջնջելով քաղաքակրթությունը բնիկ ժողովուրդներին ոչնչացնելով քրիստոնեությունը, պատերազմելով անգամ գերեզմանների հետ, մեր հիշողության, պատմական հիշողությունների հետ, մեղադրելով մեզ, որ մենք շնորհակալ ենք, որ Գարեգին Նժդեն Լեռնահայաստանի պայքարը ղեկավարեց, որ Սյունիքը պաշտպանեց եւ Սյունիքը դարձավ արևմտյան արևմտյան Զանգեզուրը, արևելյան Զանգեզուրը ժամանակին օկուպացվեց եւ բռնագծվեց Ադրբեջանի կազմում եւ նաեւ մեզ մեղադրելով դրա մեջ միջդեռ կուրկ սարքելով Էմին Ռասուլզադեին, որը ադրբեջանական պետականության ստեղծող են ու ֆաշիստական Գերմանիայի ջատագողն էր եւ աջակիցը, նաեւ ադրբեջանական լեգիոնի ստեղծողը, որը պատժիչ գործողություններ են անմարտկային, կենթանական գործում են գերմանացիների օգնելով այդ ուղղությամբ դրա մասին ոչնչացնելով մեր հայրենական պատերազմի հայկական հերոսների գերեզմանները եւ նաեւ պղծելով մեր այն գերեզմանները որոնք մնացել են Բաքվում մնացել են ժամանակավորապես օկուպացված Արցախի տարածքում Սումգայիթում իրենք անգամ ոսկորների հետ են պատերազմում ուր մնաց որ նրանք հանդուրժեն որպեսզի իրենց հանցագործության, ցեղասպանության, կենթանի վկա հայը գոյատևի հարավային Կովկասում հələ դեռ քիչ է պետականություն ունենա այստեղ։ Պարզ չէ որ դա մահվան ու կյանքի պատերազմ է մեզ համար մեծ հայրենական պատերազմ է, որտեղ որ վճռվում է մեր ազգի ու պետականության գոյությունը, ոչ մի խաղաղության դարաշրջան իրենց հետ չի լինի, որովհետև ֆաշիստական, նացիստական Ադրբեջանի վերնախավը հայրին է նշանակել իրենց բոլոր խնդիրների մեղավոր, որովհետև իրենց համար դեռ խորհրդային ժամանակահատվածում Սումգայիթում գործող, Բաքվում գործող հանցագործները հերոսներ էին, դրա համար նաև հերոսացրել են Ռամիլ Սաֆարովին եւ այլն, ինչ ենք մենք ուզում այդ երկրի հետ, որ փորձենք հարաբերություններ հաստատենք, դուք միայն տեսեք անգամ ինչպեսի քարոզչություն է սոցմեդիայում գնում եւ այլն, ոչ թե միայն հայկական պետականության կամ առանձին գործիչների հանդեպ, այլ ցանկացած հայի ծերունուց սկսած միջև բարուրի երեխա ինչքան ատելություն են սերմանում, դա ուղակի խաղաղության համատեղ գոյության հետ անհամատեղելի է, որովհետև հայատյացությունը ներկայիս ադրբեջանական պետականության գոյության հիմնասյուներից մեկն է, այդպես որ պետք չէ պատրանքներով, սին պատրանքներով ապրել, բազմիցս զգուշացրել են, որ դա խաղաղություն չի, ոչ էլ պատերազմի կանգ է, դա ընդամենը զինադադար է ժամանակավորապես, հիշում ենք, որ 94 թվականին, երբ որ կնքել ենք Բիշկեկի զինադադարը, միթե դրանով պատերազմը դադարել է, միթե իրենց բարբաջանքը մի օր դադարեցվել է, միթե նրանք չեն պատրաստվել դավադիր ունենք պատերազմի Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, միթե հիմա կանգ են առում ու չեն պահանջում արդեն Երևանից մեր վտարումը
այդպեսով ավարտվեց, ոչ։ Պարոն Այվազյան, երբ Ադրբեջանն ու Հայաստանն ասացին, որ արդեն խաղաղության պայմանագիրը գրեթե ամբողջովին պատրաստ է, արևմտյան որոշակի քաղաքական դերակատարներ մեզ սկսեցին շնորհավորել։ Շնորհավորեցին ինչի համար եւ շնորհավորում են ինչի համար։ Մեծ զիջումների համար են շնորհավորում։ Չէ որ միջև պայմանագիրը կամ համաձայնագիրը ավելի ճիշտ կլինի ձևակերպել ստորագրելը պետք է հանրահայտնացնել նրան կոնկրետ բովանդակությունը, ոչ թե թողնել, որպեսզի մարդիկ փորձեն կրահումներով եւ հուշերով ենթադրեն թե ինչ է այնտեղ գրված։ Առաջինը, երկրորդը, մենք հիշում ենք ժամանակի, երբ որ հայկական առաջին հանրապետությունը հոգեվարքի մեջ էր, ինչպեսի երկիրը ինչպեսի կոչ էր հղել համաշխարհային հանրությանը եւ ողջ քաղաքակիրթ մարդկությանը, ահա տեսեք, մեր պետականությունը ոչնչացնում է բարբարոսների կողմից եւ օգնության հասեք։ Ինչ որ մեկը, ինչ որ բան տեղից շարժեց, որ հայկական առաջին հանրապետությունը փրկել, թե օրինակի համար բոլշևիկյան Ռուսաստանում Քեմալական Թուրքիան օկուպացրել են ու բաժան են արել Հայաստանի Հանրապետությունը։ Այդ երկրորդ տարբերակներ, չէ, ոչ ոք ոչ մի բան չի արել։ Եվ այդպես որ այստեղ շնորհավորելու բան գոյություն չունի, որովհետև դեռ ընդհանրապես գոյություն ոչ մի բան չունի։ Եվ այդտենց չի որ պետք է ինչ որ տեղ նախ մատնանշվի, ժամկետը ստորագրվեն, նոր հանրությանը տեղյակ պահեն, ինչ է տեղի ունեցել։ Եվ տենց չի որ մեր համար օրհասական հիմա խնդիր է Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու։ Պարոն Այվազյան, շատ է խոսվում, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է եւ ամեն ինչ օգնում է, օգնելու է եւ միջև վերջ պայքարելու է Հայաստանի սուվերենության համար։ Կա նաեւ զուգահեռ տեսակետը։ Ասում են, որ Ֆրանսիան Թուրքիային պատմականորեն ամենամեծ ծառայությունը մատուցած երկիրն է։ Ամենամեծ տևողությամբ պայմանագիրը 200 տարի Ֆրանսիան կնքել է Թուրքիայի հետ։ Հենց Ֆրանսիան է Ավստրո-Հունգարիային պարտադրել տարածքներ հանձնել Թուրքիային Ռուսաստանի դեմ պայքարելու համար հրանոթներ է տրամադրել։ Կարելի է հավատալ, որ Ֆրանսիան Թուրքիայի դեմ կարող է գնալ։ Մեզ համար Ֆրանսիան մոտիկ պետություն է, պետք է հիշենք նաև, որ ժամանակին ապաստան է տրամադրել հայ փախստականներին, բայց նաև պետք է հիշենք, թե ինչ է եղել Կիլիկիայի հետ, հա, երբ որ այդ տարածքները ֆրանսիական հովանու ներքո են հայտնվել եւ հետո վերահանձնվեցին Թուրքիային։ Դրա մասին էլ պետք է հիշենք եւ նաեւ կարող ենք վերցնել ու ուղիղ համեմատություն անցկացնել Ֆրանսիայի անզիջող դիրքորոշման հետ կապված Ուկրաինայի պարագայում եւ Ֆրանսիայի մոտեցմանը կապված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Այդպես որ ես կարծում եմ, որ հայկական կողմը միշտ ջնապես պետք է հույսը դնի միայն սեփական ուժերի վրա ու մեր ազգի միասնականության։ Հայաստանաբնակ արցախցիներին նաև սփյուռքահայերին այստեղ արհեստական տարանջատումներ հարկ չմտցնել, ոչ էլ սփյուռքի դերը նվազացնել, երբ որ օգնությունա պետք սփյուռքը միշտ էլ ձեռք է մեկնում։ Անդավելին կարելի է սփյուռքից նաև ներկայացուցիչներին թույլ տալ, որպես Հայաստանի ազգային ժողովում ներկայացված լինեն, ինչպես ժամանակին չէ որ թույլ են տվել ազգային փոքրամասնությունների ներկայությունը Հայաստանի ազգային ժողովում, իսկ սփյուռքը, որտեղ հայության նշանակալի մաս է գտնվում, որը հսկայական ներուժ ունի եւ կարող է օգնել մեր պետականության կայացմանը, ինչպես եւ օգնում էր եւ խորհուրդներով եւ նյութապես։ Միթե քաղաքական իրավունքներ չունեն, ոչ թե ասել ու նստել այստեղ ասել, որ սփյուռքը հերո է գտնվում, այլ նաեւ տալ սփյուռքի հնարավորություն իրեն իրավունքները իրացնել Հայաստանում եւ դրանով իսկ ավելի սերտացնել Հայաստան-սփյուռք հարաբերությունները։ Սփյուռքի քաղաքական ներկայացումը պետք է ապահովվի հայկական պետական կառավարական մարմիններում։ Ես դրա մեջ համոզված եմ։ Հավանական պատերազմի դեպքում, պարոն Այվազյան, Արևմուտքը լուրջ աջակցություն կցուցաբերի Հայաստանին, թե կդիտարկի որպես միջնորդ։ Ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում առաջնագծում հայկական կողմը կլինի եւ ինչպես Լկտի Իլխամ Ալիևն էր ասում է միևնույն է հողի վրա դուք եք միայն կռվելու։ Այդպես որ ակնկալել, որ ինչ որ մեկը կգա ու մեր փոխարեն մեզ կպաշտպանի, կարծում եմ դա սիմ հույսեր են եւ չի իրագործելի հույսերը։ Չի կապի դրա հետ որևէ հույս։ Ոչ խոսքով Արևմուտքը որևէ բան չի անի, որովհետեւ Ադրբեջանին զսպի։ Ոչ, Արևմուտքը անպայման իր խորը մտահոգությունը կհայտնի եւ կոչ կանի երկու կողմերին զուսպ մնալ։ Եթե Ալիևը որոշի հարձակվել, պարոն Այվազյան, Արևմուտքի արձագանքը ինչպես է լինելու։
Ալիևը ոչ թե մտադրություն ունի հարցակվել, այլ կոնկրետ որոշում ունի հարցակվելու եւ անպայման դա ի կատար կացի անկասկած։ Եթե ճակատագիրը ուրիշ կերպով չի դասավորի ու ինքը չստատկի շամպես հազար ներողություն արտահայտությանս համար։ Եթե դա չի լինի, ապա Ադրբեջանը կհարցակվի։ Այս պարագայում ակնկալել, որ մեր փոխարեն մեր հարցերը ինչ որ մեկը լինի դա հյուսիս հարավ արևմուտք արևելք ինչ որ մեկը կլուծի, իզուր սպասումներ են։ Ես կարծում եմ, որ արևմուտքի կողմից բացի խորը մտահոգություն հայտնելու եւ կողմերին զսպվածության կոչ անելու հանահարթեցնող, ինչպես Արցախյան հակամարտության ժամանակահատվածում էր, երբ ֆոսֆորային ռումբերը թափվում էին Արցախի խաղաղ բնակչության վրա, դրանից ավել զատ ակնկալել որևէ բան չարժե։ Ես չեմ կարծում, որ անգամ մոտիկ ինչ որ բան լինի, ինչ որ արևմուտքը օգնություն է տրամադրում Ուկրաինայի, դրա մոտիկ ոչ մի բան չի լինի, այդպես որ մենք սին պատրակներով չպետք է ապրենք, պետք է աշխատենք մեր պետականության ներսում միասնականությունը պաշտպանենք եւ միշտ էլ հիշենք, որ Թուրքիա համար անկախ դրանից դու Լենինականում ես ծնվել Գյումրիում, Արցախում, Բաքվում, Լոս Անջելեսում, թե Երևանում, դու միևնույնն է նույն թշնամի ես, որը ենթակա է ոչնչացման։ Իսկ մեզ համար մենք պետք է լինենք որպես ամուր բռունցք եւ փորձենք անենք ամեն ինչը, որպեսզի պաշտպանենք մեր պետականությունը, անկախ եւ նաեւ արժանապատիվ ապրելու մեր սեփական փողում անկախտելի իրավունքը։ Պարոն Այվազյան, ինչպեսի ճակատագիր է մեզ սպասում, եթե մենք չհանձնվենք, այլ դառնանք մեր հող ու ջրի, մեր չքնաղ երկրի միակ ճարտարապետը։ Ես համոզված եմ, որ եթե մենք շարունակենք պայքարել, ապա մեր ազգի ժողովրդի, մեր պետականությանը սպասում է լուսապայծառ ապագա։ Դրա մեջ կասկած չկա, որովհետև ճանապարհը հաղթահարել կարող է միայն այն մարդը, ով առաջ չէ շարժվում։ Ինչպես պետք է զսպենք բռնակալ Ալիևին։ Ես կարծում եմ մեր միասնականությամբ եւ ուժի ցուցադրմամբ ճանապարհով ուրիշ լեզու նրանք չեն հասկանում, ոչ էլ կհասկանան։ Դա արևելք է եւ արևելքը ունի տարբեր արևմուտքից տարբեր լեզու հասկանալի։ Մենք կարողանալու ենք այդ լեզուն բանացնել եւ Ալիևին իր տեղը ցույց տալ։ Ես կարծում եմ, որ դա մենք համոզված ենք եւ պարտավոր ենք անել ինքնապահպանության, գոնե ինքնապահպանության ազգային արժանապատվության բնազդից եւ նաեւ կոչումից ելնելով եւ նաեւ մենք պետք է միշտ հիշենք, որ ես չեմ կասկածում, որ ինչ դժվարությունների միջոցով էլ մեր ազգը անցնում է եւ անցել է, մեր գործը արդար է, Հայաստանը ամեն ինչից վեր է, հաղթանակը մերն է լինելու եւ մահ մեր թշնամիների անփարունակ մահ, իսկ մեզ լուսապայծառ ապագա։ Ես դրան հավատում եմ եւ մենք ձեզ հետ դա կտեսնենք։ Ինչպես նաեւ մենք կրում ենք Արարատի լռությունը եւ Սարդարապատի ահեղ որոտը։ Անպայման եւ ոչ միայն մենք դեռ շատ ցույց տալու եւ մեր ոսողների սովորեցնելու հայ ժողովրդի անկոտրուն ոգուն եւ վճռականության մասով պետք է շատ բան սովորեցնենք մեր հարևաններին, ավելի ճիշտ հիշեցնենք այն, ինչ որ նրանք գիտեն, բայց կարծես թե մոռացել են։ Շնորհակալություն, պարոն Այվազյան։ Շնորհակալություն ձեզ։ Այսպեսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցում էի ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանի հետ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։